Տեսակ, անգամ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից։ Վախում է քփուր եմ դրել, չէ, վախում է քփուրս անցնի։ Դաժե այս բոզի տղեն հասկանում է ուր է տանում Նիկոլա, ինչ կործանումների եւ ինչա գլխին գալու։ Մի րոպե չհասկացա, Ալեն, այդ չես ուզում Նիկոլի հետ դժոխ գնաս, ուզում ես ծլկես, հա, միևնույն է, դա պատասխանատվությունը քո վրայից չի անում ես 8 տարվա ընթացքում թալանի եւ հանցագործությունների համար։ Լսում եք քպականն է, դաժե այս Ալեն բոզի տղեն ջոկել է, որ գրողի ծոսնա ձեզ Նիկոլը տանում։ Ուզում է համ պատասխանատվությունը վրայից հանի, որ հետագայում իրան չմեղադրեն Հայաստանը կործանելու մեջ։ Համել ամենամտերիմն է, չէ Նիկոլի։ Տեսել է ինչ սատանա է Նիկոլը դարձել։ Չի ուզում Նիկոլի հետ դժոխ գնալ։ Նա ոչ թե ղախպային ժողովից է ուզում խուսափել, այլ դժոխքից։ Դուք չեք հասկանում։ Եվ սրա մեջ չի ասի, ոչ թե խիղճը, այլ վախն է խոսում։ Լավ, հիմա անցնենք մի հատ ուժեղ գեղցի կար է Տաշիրից։ Քարտու գեղցի Սամոն։ Գախնի պլան ունենք ասում ու Նիկոլին հեռացնելու։ Դու ընդամենը երկու տարբերակ ունես։ Յա մանդատը վերցնես, յա էլ չէ։ Ղախպային ժողովը չի ենթադրում կմանտայնացում, որ միաժամանակ համ վերցնես, համ էլ հրաժարվես մանդատից։ Թե ուզում ես միևնույն ժամանակ համ պատգամավոր լինել, համ էլ չլինել։ Կմանդ Սամո։ Այդ սատանությունները ումից ես քաշել, այդ Նիկոլն ա վր է դասել։ Տեսակ է Նիկոլի սատանությունները ինչքան չարիք բերից եւ առ այսօր էլ բերում է։ Արցախը Հայաստան է, բայց Արցախը Հայաստան չէ։ Ռուսաստանը, Եվրոմիություն։ Այդ սատանությունները նա կատարեց անձնական շահի համար եւ Եվրոմիության եւ ԱՄՆ-ի պատվերները եւ քմաճուկները կատարելու համար։ Ստե Հայաստանի մասին ոչ էլ հայ ժողովրդի մասին խոսք լինել չի կարող։ Հիմա դու ասա, Տաշիր Սամո, ժողովուրդը թե հանրությունը, ավելի ճիշտ ասած, բնակչությունը անհարբեր սպասում է քո որոշմանը մանդատ վերցնելու կամ չվերցնելու, որպեսզի իմանա, հիմա դու գեղցի ղախպա ես, թե գեղցի մանդատ վերցնող բոզի տղա ես։ Դաժե Ալեն բոզի տղեն հրաժարվեց մանդատից եւ ցանկություն չունի Նիկոլի հետ միասին գնալ դժոխ։ Իսկ դու Տաշիր Սամո, որքան էլ որ գեղցի ղախպա չլինես, չէ, սա գեղցի ղախպա է, որտեղ այդ քամակաշարժերը արդեն արել է, որա խաղցել է Եվրոպայի եւ Ամերիկայի առջեւ։ Բա մեկը լինի, որ հոժար կամքով ուզենա միանալ Քոչարյանին եւ Քոչարյանի հետ միասին հայտնվել դժոխքում։ Էլ ինչ ըխսեն, շտեսողին լսող է պետք։